Երևի սրանից մի 1.5 միգուցե տարի առաջ ինձ հետ կապվեց ազգային ժողովի падգամավորներից մեկը եւ տեղեկացրեց, որ ցանկանում են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել եւ ինձ առաջադրել վարչապետի թեկնածու։ Եվ այս հարցով ցանկանում են բանակցել։ Պայմանավորվեցինք, որ պիտի հանդիպենք Թալինում։ Ես իմ համաձայնությունը չեմ տվել։ Ես ընդամենը համաձայնություն տվել էի այս հարցով քննարկում ունենալու։ Հանդիպման օրը պարզվում է, որ իրենք այլ մարդու են առաջադրում վարչապետի թեկնածու եւ հանդիպումը չի տեղի ունենում։ Անցնում է մի քանի օր եւ հրապարակ թերթում, եթե չեմ սխալվում, մի հոդված է դուրս գալիս, թե իբր ես համաձայնությունն արդեն տվել էի իրենց, բայց իրենք ընտրել են այլ մարդու։ Արդարության համար պիտի ասեմ, որ այդ մարդը առաջադրող մարդը, այդ առաջարկությունն անող մարդը ներողություն խնդրեց, ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ 3 կուսակցություններից, այսպես ասած, դաշինքներից մեկի ղեկավարներից մեկը ներկայացնում է իրենց ցուցակը, որտեղ իթիվս այլ մարդկանց, այնտեղ չգիտեմ, իթիվս Չակ Նորիսի, իթիվս Բրյուս Լիի, իթիվս Սերժի անունով երթում տվողների, Սերժի անունով երթում տվողների հրապարակայնորեն, ուժեղ Հայաստան դաշինքի կամ կուսակցության համար աշխատողների ընտանիքների անդամների, մեկ էլ տեսնում եմ, կարդում եմ նաև իմ անունը։ Բանից պարզվում է, ես այդ կուսակցության ցուցակում եմ եւ նաեւ զարմանում եմ, որ ես այնտեղ չեմ գտնվում։ Ու մի հատ էլ հարց է բարձրացնում, իսկ միգուցե Արթուր Համբարձումյանին հեռացնենք կուսակցությունից կամ ոչ թե կուսակցությունից, այլ ցանկից։ Այսպիսի մանր իմ նկատմամբ ստորություններ, այլ բառով չեմ ուզում, ավելի կոպիտ բառով չեմ ուզում, բանանեմ, իմ հետ կապված այս վերջին տարիների ընթացքում եղել են շատ ու շատ։ Եվ սա նկատի ունենալով եմ ես, նաև սա նկատի ունենալով եմ ես, հաճախ ասում, միջև դուք Նիկոլի դեմ իրական պայքար սկսելը, ուղղակի սովորեք լինել մարդ, պահել ձեր պայմանավորվածությունները, սովորեք լինել մարդ, սովորական մարդ, սովորեք ինչ-որ մի բանով Նիկոլից տարբերվել, մինչև Նիկոլի դեմ դուք կպայքարեք, դուք Նիկոլից կամ նիկոլիզմից ինչ-որ մի բանով տարբերվեք, նոր պայքարեք, նոր շարունակեք ձեր հուժկու պայքարը, հարգելի կամ ոչ հարգելի ընդդիմադիրներ։ Բայց այս վիդեոն ես ուզում եմ ավարտել այլ նոտաներով։ Քանի գնաց Հայաստանի Հանրապետությունում, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում սրվելու է իրավիճակը, սկսելու են իրար ուտել, իրար բզկտել, սկսելու են տարածել այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում ընտրություններին, Նիկոլի ջրաղացին ջուր են լցնում։ Իսկ այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրություններին, հարգելի բարեկամներ, եւ ձայնը տալիս են կամ տվել են դաշնակ-մաշնակներին, ովքեր լեգիտիմացրել են Նիկոլի բոլոր հանցագործությունները վերջին 5 տարվա։ Նրանք ում ջրաղացին են ջուր լցնում, կարելի է իմանալ։ Այն մարդիկ, ովքեր մասնակցել են ընտրություններին 21 թվականին, ձայն են տվել պատիվ ունեմ դաշինքին, որոնք
5 տարի դաշնակ մաշնակների հետ, դրանց մեջ իրենք են մտնում, որոնց քվեով падգամավոր է դարձել Իշխան Զաքարյանը, օրինակ, Տարոն Մարգարյանը, իրենք ում ջրաղացին են ջուր լցրել։ Այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրություններին, ձայն են տալիս, օրինակ Սամվել Կարապետյանի ուժին, որը բացարձակապես չի խոսում Նիկոլ Փաշինյանի իրականացրած հանցագործությունների մասին, բացարձակապես, իրենք ում ջրաղացին են ջուր լցնում, կարելի է իմանալ։ Բան է, քաղաքական սլենգի գովերի, ջրաղացին ջուր լցնել, Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնում։ Այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրություններին, ձայն են տալիս, այն կուսակցություններին, որոնք չեն անցնելու պարլամենտ եւ որոնց ձայնը էլի գնալու է Նիկոլ Փաշինյանին, իրենք ում ջրաղացին են ջուր լցնում, հարգելիներս։ Էրդողանի, Ալիևի, Տրամպի, Մակրոնի, Մադուրոյի, Հայաստանի Հանրապետությունում կա իրական փոփոխությունների հասնելու մեկ ճանապարհ։ Տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ, եւ այդ հանցագործությունները բացահայտելու պահանջով պիտի հանդես գա ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես մարդ, ով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փաստացի լուծարման է տարել, փաստացի եւ դրա մասին որևէ մի ստահակ ընդդիմադիր չի բարձրացնում պարլամենտում։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետությունը, օրենսդիր իշխանությունը, դատական իշխանությունը եւ գործադիր իշխանությունը կապ չունեն հայ ժողովրդի հետ, Նիկոլը դուրս է գալիս, ասում է հայ ժողովրդի հետ կապ չունի միայն դատական իշխանությունը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ։ Հայ ժողովրդի հետ կապ չունի, այո, համաձայն եմ, դատական իշխանությունը պլյուս նաև այս երկու թևերը բացարձակապես կապ չունեն։ Հայ ժողովրդի հետ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի։ Դու Փաշինյան Նիկոլ 8 տարի հեղափոխություն ես գովերքում, բայց հանրապետական կուսակցության թալանչի մարդակեր ստահակները իրենց հիմա ավելի լավ են զգում, քան նախկինում։ Դու եղել ես Հայաստանի բյուրոկրատիայի, այդ կեղտոտ բյուրոկրատիայի մաս, դու ընդդիմադիր չես եղել եւ Միքայել Մինասյանն էլ մի քանի ժամ առաջ մի հատ ստատուս է հրապարակել, չեմ ուզում այդ ստատուսին ես անդրադառնամ, որովհետև Քոչարյանի հետ իրար են ուտում, բայց մի ֆրագմենտ է ասում, հեղափոխական Նիկոլ։ Միքայել Մինասյան, դու գետինը չես մտնում, հետա պրոստ է էլի։ Դու երբ գրում ես հեղափոխական Նիկոլ, դու գետինը չես մտնում։ Այդ բառակապակցությունը, երբ դու Նիկոլը եղել է հեղափոխական, Նիկոլը իշխանության մաս չի եղել, բյուրոկրատական այդ կեղտոտ հարաբերությունների մաս չի եղել։ Ուզում եք Հայաստանի Հանրապետությունում բան փոխվի, խոսեք ճշմարտության մասին։ Պահանջեք բացահայտումներ։ Սա է Հայաստանում Իմիջայլոց սա պետք է ոչ միայն ինձ, իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ հարևան, սա պետք է նաև ձեզ։ Սա ձեզ է պետք, ձեր բարեկամներին է պետք, սա բոլորիս է պետք, որովհետև բոլորս ենք ապրում այս հողի վրա։ Փաշինյան Նիկոլը ինչ հանցագործություն արել է։ Փաշինյան Նիկոլը Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է։ Ներողություն եմ խնդրում, Արցախը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անունից։ Եվ այս հանցագործությունների բացահայտումները պետք են մեզ։ Բոլորիս են պետք, հարգելի բարեկամներ, եթե ուզում ենք վաղը ապրել այլ Հայաստանում, ապրել այլ երկրում, որակապես այլ երկրում,
Եվ ես հավատացած եմ, որ այդ օրը գալու է։ Ես հավատում եմ այն օրվան, երբ Սերժի անունով երթում տվողները գոնե կամաչեն կամ ներողություն կխնդրեն։ Ես հավատում եմ այն օրվան, որ Ռոբերտ Քոչարյանը ներողություն կխնդրի առնվազն նրա համար, որ վերջին 5 տարիների ընթացքում իր պատգամավորները իր գլխավորությամբ համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ առնվազն առևտրային հարաբերությունների մեջ են մտել եւ իր պատգամավորները լրության են տվել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խոշոր հանցագործությունների մասին։ Հերիք չէ, մի հատ էլ իմ նկատմամբ խուլիգանություն են արել, իմ ընկերոջ նկատմամբ խուլիգանություն են արել Երևանի կաֆեներում։ Ես հավատում եմ, որ կգա այդ օրը, բայց այդ օրը գալու համար պետք է ուժ է պետք, որը պահանջելու ես այս ամենը։ Թե չէ, բարոյական խոսքերից, բարոյախրատական այսպես ելույթներ, ես գիտեմ, որ իրենք չեն ազդվելու։ Ես հավատում եմ այն օրվան, երբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը Պապկան ձեռքը կմտնի Հայաստանի պետական հանրային հեռուստաընկերություն եւ կհրապարակի այն մարդկանց անունները, ովքեր հեկերը վաճառել են ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստանալով հետագայում կոմպենսացիա Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Այդ մարդկանց անունները եւ դրանց նաեւ կուսակցական պատկանելիությունը դրվելու է մարդկանց առաջ։ Ես հավատում եմ դրան, ես ուզում եմ հավատալ, որ այդ խոսքը լինելու է հայերեն։ Ես ուզում եմ հավատալ, որ դա մեզ ասելու է ոչ թե ռուսը, ոչ թե թուրքը, ոչ թե պարսիկը, այլ հայը, հայ տղեն է դա ասելու, հայ կամ հայ կինը, որ մենք մեր մեջ այնուամենայնիվ այնքան ուժ ունենք, որ կարող ենք դա իրականացնել։ Ես հավատում եմ այդ օրվան։ Միգուցե ռոմանտիկ եմ, բայց հավատում եմ։ Ոչ մի սուլթան, ոչ մի ցար հայ ժողովրդին այսպես չէր մոլորեցրել, ինչպես որ արեցին սրանք։ Ձերք ձերքի տված, մոլորեցնել, խաբել, 18-ից 20 թվականի զորակոչը ուղարկել Լեռնային Ղարաբաղ, հարակից շրջաններ, եւ հետո դուրս գալ ասել դա 91 թվականից եղել է ադրբեջանական, դգիրես ամեն մի պատդոնակ չէ, որ սա կարող է անել։ Եվ ամեն մի մարդ չէ, որ կարող է այդ խոսույթը պաշտպանել։ Այդ արգումենտը ճակերտավոր արգումենտներ է, հա, այստեղ արգումենտացիա չկա։ Պաշտպանել։ Ամեն մարդ չէ, որ կարող է դա անել։ Ամեն մի պատմության ուսուցչուհի չէ, որ կարող է իր լսարանին ասել կամ դասարանին ասել, որ այդ հողերը վաղուց ադրբեջանական են եղել։ Ամեն մարդ չի կարող սա անել։ Մենք անում ենք։ Մենք սա անում ենք։ Ու հետո ամեն ինչը բարդում ենք հրյաների, ռուսների, թուրքերի։ Երեք 13 րոպե խոսեցի, վերջացնեմ, երեք ընկերոջս հետ էի խոսում, ասում է թուրքը մեզ թշնամի, մենք թուրքի թշնամին ենք, մենք թուրքի թշնամին չենք, հարգելի բարեկամներ, թուրքը մեզ թշնամի չի համարում, վատ բան պիտի ասեմ, թուրքը մեզ համարում է ցածր ազգ, ցածր պետություն, մենք թուրքին թշնամի համարում ենք, բայց թուրքը մեզ չի համարում թշնամի։ Այսպիսի մի արտահայտություն կա, ասում է, այդ человеки судят не потому, кто его друг, а потому, кто его враг։ Դու կարող ես ունենաս լավ ընկեր, ազդեցիկ ընկեր, դա քո մասին ոչ մի բան չի խոսում։ Բայց քո թշնամու ով լինելն է խոսում քո մասին, եւ մենք թուրքին թշնամի չենք։ Ոչ։ Եկեք պարս, հա, պարս խոսենք։ Այն ստորությունը, այն լկտիությունը, այն լպիրշությունը, որը այսօր անում է հայը հայի նկատմամբ, ամբողջապես թույլ է տալիս, որ ոչ միայն թուրքը,
Ոչ միայն թուրքը, ցանկացած ազգ չհարգի այս, ցանկացած պետություն եւ ցանկացած ազգ չհարգի մեզ։ Չհարգի մեզ ուղղակի, հարգելի բարեկամներ։ Մենք պարտությունը, մենք ողբերգությունը, կարող է մենք թշնամի ենք ադրբեջանցիներին մեզ թշնամի համարում են, կարող է։ Ըստ էության շատ բաներով չենք էլ տարբերվում նրանցից։ Բայց թուրքը ոչ։ Ցածր պետություն է համարում եւ երևի ճիշտ էլ անում է։ Մենք ենք ողբերգությունից ամբողջ աշխարհին ցույց տվել, որ ողբերգությունից կարող ենք նյութական շահ քամել։ Դա մենք ենք արել, չէ՞։ Մենք ոչ միայն կապիտալիզացրեցինք հաղթանակը, մենք կապիտալիզացրեցինք նաև պարտությունը, ողբերգությունը։ Այս արյան լճի ֆոնին մենք փող աշխատեցինք եւ շարունակում ենք լռել, մենք բարձր ենք։ Մենք կանք այնքան, որ ինչ որ մի պետություն, որը ժամանակին եղել է իմպերիա, մեզ թշնամի համարի, հա, $800 միլիոն Փաշինյան Նիկոլ, ովքեր են ստացել, քանի միլիարդ դոլար եք դուք, քանի միլիարդ դոլար եք դուք ընդհանուր ունեցել, ստացել այս Արցախյան ողբերգությունից հետո, անունները ինչու չես հրապարակում, հեղափոխական Նիկոլ, ինչպես ասում եմ Միշիկը, անունները ինչու չես հրապարակում, չէ՞ որ դու հեղափոխական Նիկոլն ես, չէ՞ որ դու ատում ես Սամվել Կարապետյանին, չէ՞ որ դու ատում ես դաշնակներին, մեկ դաշնակ մաշնակ ես ասում, վերցրել ես, լավ ես արել կառավարության նիստերում, դաշնակ մաշնակների անունները, Սամվել Կարապետյանի անունը, ՀՀԿ-ականների անունների չհրապարակումը ինչով է պայմանավորված։ Իսկ այն լրագրողները, որոնք լռում են այս հարցերի վերաբերյալ, դա ինչով է պայմանավորված։ Հիմա այս ամենը խոսում է մեր բարձր լինելու մասին, թե մեր ցածր լինելու մասին։ Այս ամենը հո մենք ենք արել, հո թուրքերը չեն արել։ Արարատը սիգարետ սարքած ազգ, հայոց ցեղասպանությունը ուրացող ազգ։ Մենք ենք չէ անում, ես էլ այդ ազգի ներկայացուցիչն եմ։ Անդրանիկ Քոչարյանն էր չէ ասում, կարող է վրացի է Անդրանիկ Քոչարյանը։ Կարող է վրացի է, որ պիտի վերիֆիկացնել այն մարդկանց անունները։ Այդ 1.5 միլիոն մարդկանց անունները հասկանանք, հա, ինչքան է եղել զոհեր։ Դուք պատկերացնում եք Իսրայելում մեկը նման բան ասեր։ Անդրանիկ Քոչարյանը մեր ազգի հետ կապ չունի։ Նա ինչ է, այլ ազգի է։ Իրանցի է, ադրբեջանցի է, ուղղակի անունն է Յանով, չէ՞, այդպես են ասում։ Ինքը հայ չի, ուղղակի մի խոսքով։ Կուտակեք, փողերը կուտակեք, երբ 1453 թվականը շատ կարևոր տարի է Եվրոպայի պատմության մեջ, այդ թվականին գրավել են Կոստանդնուպոլիսը, այդ թվականին ավարտվել է 100-ամյա պատերազմը, ասում են նաև այդ թվականին է ծնվել Բոսխը, 1450 կամ 1453, հետաքրքիր տարի է, հարուստ, 453 թվականին, երբ գրավում են Կոստանդնուպոլիսը, հարց են տալիս, բյուզանդացի ժամանակակից սլենգով ասած օլիգարխներին, ասում է, ձեր շքեղությունը ինչի համար է, ասում է, մենք այն պահել էինք ձերդ գերազանցության համար, ասում են Մեհմեդ երկրորդի վեզիրներին, եւ ասում է կախեք բոլորին, թուրքը ասում է բոլորին կախեք, դուք ինչի համար եք պահում ձեր հարստությունը, կուտակում ձեր հարստությունը, ինչի համար, Երանի այն օրը, հարգելի բարեկամներ, Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայից, ու դա Աստված այդ ազատումը բերի հայը, իսկ եթե ոչ թող օտարը անի, եւ թող օրհնվի այդ օրը, երբ հայը հայի ձեռքով կազատվի հայից, ես ձեր Տիրոջ մերը։